բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքագլուխը վերջապես հասկացել է ապրիլի 30-ին բռնություն է եղել Նոր-Նորքի թաղապետարանում։ Դու լավ տղեն դու չես։ Բայց դե ինքը հո դատավոր չի որ դատի։ Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաեւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրաված են եւ վարույթ է իրականացում։ Այս բան Տեր Մարգարյան, կարծում եմ դուք պետք է ասելիքն ընդունել։ Խորը շունչ է քաշում սկանդալի կենտրոնում հայտնված Նոր-Նորքի թաղապետը ու ներողություն խնդրում նախ Տիգրան Ավինյանից, հետո հանրությունից։ Տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն, ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Ավինյանը լսում է Նոր-Նորքի թաղապետի ներողությունը եւ հավանաբար ներում, ներվածը շարունակում է պաշտոնավարել։ Սա շարունակական բնույթ է կրելու, եթե մեկ անգամ չես պատժում, սա դառնում է սովորական եւ կարելի է սրա կողքով էլ հանգիստ անցնել։ Երևանի ավականուն դիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամը լսել է քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությունը։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Ըստ Քրիստինա Վարդանյանի, ծիծաղելի է, որ Ավինյանը մոռացել է, թե ինչից է սկսվել ամեն ինչ։ Թաղապետի հայոյախառն հեռախոսազանգը բլոգեր ակտիվիստին, հետո իշխանական Civic AM-ին տված հարցազրույցում խոստովանությունը, որ այո, ինքն է զանգել ու հայոյել։ Լավ է արել։ Դեռ ինչքան կարելի է իջեցնել նշաձողը եւ ցույց տալ հանրությանը, որ իշխանությանը կարելի է ամեն ինչ, իսկ հանրության պարագայում օրենք եւ վերջում էլ ձերբակալեն այն մարդուն, ում նկատմամբ բռնություն է տեղի ունեցել։ Սա էլ չէ, պարզ ցույց է տալիս, որ իշխող ուժը իր վերաբերմունքը ամենին սա է, ինչ որ մենք տեսնում ենք։ Թաքցնելու ոչինչ չկա, ուրեմն վերագրելու ոչինչ չկա։ Մեր Տիգրան Ավինյանին Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խայտարակությունը Դու լավ տղեն դու չես։ Կարծես այնքան չի զայրացրել, որքան Հանրապետություն կուսակցության անդամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հարցազրույցը հրապարակ օրաթերթին։ Չորեքշաբթի Մալաթիա Սեբաստիայի թաղապետն ասել էր, որ իրենք ամբողջ կուսակցությունով վայր կդնեն լիազորությունները, եթե Տիգրան Ավինյանը որոշի պաշտոնանկ անել Նոր-Նորքի թաղապետ Տեր Մարգարյանին։ Ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Ռոմիկ Մխիթարյանը լուր է ու լուր, չի արձագանքում Ավինյանին։ Քաղաքացու դեմքին թքող Ալեն Սիմոնյանը կարծում է, պետական պաշտոնյան ինքն իրեն պետք է զսպի, սադրանքի չտրվի։ Դժվար է այս իրավիճակում, երբ որ խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ, շատ դժվար է ինքնատերապետության զբաղվել, բայց պետական պաշտոնյան պետք է այդ ինքնատիրապետություն ունենա, իսկ երբ որ չի լինում, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու։ Հրապարակը գրում է, որ Նոր-Նորքի թաղապետարանի ծեծուջարդից հետո ԿՊ-ում ամեն ինչ խառնվել է իրար։ Օրաթերթի տեղեկություններով իշխանականները կարծում են, որ եթե Հանրապետության կուսակցության անդամ Նոր-Նորքի թաղապետը հրաժարական չտա, ապա պետք է խզել նրանց հետ Երևանի ավականիում կոալիցիոն հուշագիրը։ Ըստ հրապարակի աղբյուրների ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն է Փաշինյանին ասել թիմի տրամադրությունների մասին։ Եթե Ավինյանը չկարողանա Տեր Մարգարյանին ազատել պաշտոնից, ապա հարցը կքննարկվի քաղաքապայմանագրի վարչությունում։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։